Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-16 թվականներին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով օժանդակել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց ՊՕԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն։ Հակակոռուպցիոն քրեական դատարանի 2025-ի նոյեմբերի 6-ի վճռով Պողոսյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման։ Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Շահրամանյանի հայցը ընդդեմ Նժդե Հովսեփյանի եւ Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարության, որով պահանջվում էր հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները։ Դատարանը եզրակացրել է, որ անբավարար են այն ապացույցները, որոնք կհաստատվեին պատասխանողների կողմից հայցվորի հեղինակությունը նսեմացնելու փաստը։ Շահրամանյանը դատարաններ դիմել, պնդելով, թե 9-րդ դասանի պատմության դասագրքում տեղ գտած այն պնդումը, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիր, կեղծ է եւ հանդիսանում է զրպարտություն ու վիրավորանք։ Հակակոռուպցիոն կոմիտեն հիմնավորել է, որ մայրաքաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առանձին պաշտոնատար անձինք օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները մի շարք քաղաքացիների օգտին ապօրինի անգործության դիմաց կաշառք են ստացել։ Պարզվել է, որ պաշտոնատար անձանցից մեկը տեղյակ լինելով քաղաքացու կողմից առանց թույլտվության իրականացվող ապօրինի շինարարական աշխատանքների մասին նոյեմբերին նրանից պահանջել է 200,000 դրամի կաշառք մինչև 2.5 միլիոն դրամի չափով տուգանք առաջացնող իրավախախտումը չարձանագրելու համար։ Պաշտոնատար անձանց մեղադրանքի առաջ է դրվել։ Միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակում օրերս Հանրապետության ՊԵԿ-ՄԱԿ-20 դեմ պայքարի վարչությունում տվյալներ էին ստացվել, որ Հայաստան է ժամանել Նիդերլանդների քաղաքացի ՌԴ-ն, ով հնարավոր է մաքսանենգ եղանակով իր հետ ներմուծել է թմրամիջոց։ ՌԴ-ն տեղափոխվել է Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ քաղաքացու մարմնից դուրս է բերվել կոկային տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ընդհանուր 845 գրամ քաշով 50 պատիճ։ Հունվարի 23-ին տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Նարեկը հունվարի 22-ին Վանաձորի Միասնիկյան փողոցի շենքերից մեկի բակում իր ընկերոջ Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Թելմանի հետ Թելմանին պատկանող Լադա Պրիորամակնիշի ռուսական համարանիշի ավտոմեքենայով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից ու արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իր մոտ գտնվող ատրճանակով մի քանի անգամ կրակել է դեպի օդ, այնուհետև ատրճանակը փոխանցել Թելմանին, ով նույնպես մի քանի անգամ կրակել է օդ։ Նրանք ձերբակալվել են։ Նարեկը ոստիկաններին հայտնել է նաև, որ նշված ատրճանակը ներկայումս գտնվում է ընկերոջ Լոռու մարզի բնակիչ 20-ամյա Սարգսի տանը, որը պատրաստ է այն ներկայացնել։ Հունվարի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ավանառինչ առաջին միկրոշրջանի շենքերից մեկի բակում ավտոմեքենա են թալանել։ Տեղում Երևանի բնակիչ 34-ամյա Հովհաննեսը ոստիկաններին հայտնել է, որ Chevrolet Volt-Machin-ի ավտոմեքենայից գողացել են արջևի թափարգել լուսարձակները հերթական համարանիշը պատճառելով 1 միլիոն դրամի գույքային վնաս։ Փետրվարի 1-ին Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա հասարակական կազմակերպության կողմից Արարատի մարզում իրականացված ավտոմրցաշարի ժամանակ 30-ամյա Արմանը Mitsubishi Magnishi ավտոմեքենայով Ազատ ջրամբարի ճանապարհին կողաշրջվել է, ինչի հետևանքով էլ տեղում մահացել է։ Եվս մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացածը ավտոմրցաշարի մասնակից չի եղել, այլ հանդիսատես։ Հունվարի 31-ին Երևանի Իսակովի պողոտայում բախվել են Porsche Cayenne, BYD եւ Opel Magnishi ավտոմեքենաները, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 1-ին Սարալանջի շրջանցիկ ճանապարհին BMW եւ Nissan Magnishi ավտոմեքենաներն են բախվել։ Nissan-ը կողաշրջվել է հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ BMW-ն բախվել բնակչի տան քարե պատնեշին, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 31-ին Երևանի Կոմիտասի Պողոտա Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են VAZ-2121 եւ Mercedes Magnishi ավտոմեքենաները, բախման հետևանքով Նիվայի հետևի 2 անվահեցները կոտրվել են ու շպրտվել, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 31-ին Գյումրիի Տերյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Սուրենի Վարած, Գյումրիի Արափի երթուղին սպասարկող Գազել եւ 37-ամյա Կարենի Վարած Mercedes Magnishi ավտոմեքենաները 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 1-ին Երևանի Հերացի փողոցում բախվել են Mazda 6, Nissan X-Trail եւ Mercedes Magnishi ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Հունվարի 31-ին Երևան Երաս ավտոճանապարհին Jeep Magnishi ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխի վեր շրջվելով հայտնվել ձորակում, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 1-ին Երևանի Սեբաստիա փողոցում բախվել են Nissan Rouge, VAZ-2106, Mercedes, Nissan Bluebird, Magnishi ավտոմեքենաներն ու Zhongtong ավտոբուսը, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Փետրվարի 1-ին Աբովյան Արզնի ավտոճանապարհին բախվել են Nissan X-Trail եւ Opel Magnishi ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Փետրվարի 2-ին հազանգեստացվել, որ Մարտունիի Երևանյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկում տեղի ունեցել պայթյուն։ Վնասվել են ննջասենյակի պատուհանը, դուռը, ինչպես նաև խոհանոցի պատուհանը, տուժածներ չկան։ Հունվարի 31-ին հազանգեստացվել, որ Երևանի Գևորգ Էմին փողոցի շենքերից մեկի առաջին հարկում գտնվող շինանյութի պահեստում է հրդեհ բռնկվել, հրշեջ փրկարները մեկուսացրել, ապա մարել են կրակը, այրվել են շենքի կառուցման համար նախատեսված շինարարական պարագաներ։